Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի խորհրդարանը գումարած է 20-րդ նիստը։ Իսրայելական վարչակարգի բանակը հարձակած է Լիբանանի հարավին գտնվող զինյալ խմբավորումներու վրա։ Սիս-Լերան պարծաբանտակը գեղեցիկ գույներու մեջ։ 1122 արցախցի հեռացած է Դավուշեն, Ոսկան Սարգսյան։ Շուշիի գանած ժամը ադրբեջանցիները բահբանվող հուշարձան նկատած են, ապա կանտած։ Բաքվի կառավարությունը կհնարի նոր անցյալը եւ աշխարհը կնախապատրաստի իր հետագա պահանջներուն։ Նարեկ Կարապետյան, պետք է ավելի ամուր քրգենք մաշտոցը, բացառիկ ուխտագնացությունը ժապավենի մեջ։ Հունիսի 17-ին արցանց սևաչափով դեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովի 20-րդ նիստը։ Քննարկվեցան հանձնաժողովներու եւ կառավարության հաշվետվությունները, գազམ་ագերբչական ու օրենսդրական հարցեր, ընդունվեցան շարք որոշումներ եւ կատարվեցան նոր նշանակումներ, ներառյալ ազգային ժողովի փոխնախագահի ընտրությունը։ Նորընտիր պատգամավոր Կարապետ Կարապետյան ներկայացած պատերազմի մասնակից վետերաններու վերականգնման եւ աջակցության ծրագիրը, որ պիտի դառնա հետագա քննարկումներու առարկա։ Նիստին անդրադարձ կատարվեցավ նաեւ հունիս 24-ի Սևրի Տաշնակրի վավերացման խորհրդանշական օրվա նվիրված երնարգին։ Աշխատանքները ամփոփեց ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան։ Քանի օրվա լրութեն են ետք, Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածած են հարավային Լիբանանի մեջ գտնվող զինյալ խումբը, որ ըստ բանակին սպառնալի կներկայացներ իսրայելական ուժերուն համար։ Բանակի մամուլի ծառայությունը հայտնած է, որ Ալի Ըլտահեր լեռնաշղթայի մոտ անվտանգության կոդին մեջ հայտնաբերված զինյալները թիրախավորված են սպառնալիքը վերացնելու նպատակով։ Բենյամին Նեթանյահու ավելի վաղ ասաց է, որ բանակը կպահպանե վերահսկողությունը հարավային Լիբանանի անվտանգության կոդին մեջ եւ այնտեղ պիտի մնա այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ նկատվի։ Սիս-Լերան պարծաբանտակը իր հարուստ ծագապույլերով վերածված է բնության քունակեղ անկյունումը։ Ձողու մագերեսեն 2182 մետր բարձրության վրա գտնվող տարածքը զարդարված է մանուշակագույն, թեղին եւ գանաչի դարբեր երանգներով ծաղիկներով։ Էրկեկ սու օփայի շրջանին բացվող դեսարանները հատկապես կգրավեն փնասերներն ու սպոսաշրջիկները։ Երբեմն մարախուղով բադվող այս պարծաբանտակը ծանոթ է իր խաղաղ մթնոլորտով եւ գեղեցիկ բնապատկերներով։ Սիս-Լերը դարվան բոլոր եղանակներուն ունի իր հմայքը, սակայն քարնան եւ ամռան ամիսներուն անգթարնա առանձնապես քունակեղ եւ տպավորիչ վայրը։ Լրագրող Ոսկան Սարգսյանի տվյալներով 2023-ի աշնան Արցախին բռնի դեղահանված 780 ընտանիք բնակություն հաստատած էր Դավուշի մեջ, սակայն 2026-ի հունիսին մնացած է 525 ընտանիք։ Այսպիսով 2 տարի 8 ամսվան ընթացքին մարզեն հեռացած է 255 ընտանիք, մեկ մասը տեղափոխվելով Հայաստանի այլ շրջաններ, մյուսները արտասահման։ Դավուշի մարզպետարանի տվյալներով 2025-ի մարտին ոչ մեկ ընտանիք օգտված է պետական բնակարանային ապահովման ծրագրեն, իսկ մարզպետարանը նաև չպատասխանած, թե քանի ընտանիք փաստացի բնակարան ստացած է մարզի մեջ։ Ադրբեջանի վարչակարգը ըստ ներկայացված տվյալներուն կշարունակի Արցախի մեջ ոչնչացնել եւ բռնագրավել հայկական պատմամշակութային ժառանգությունը, ներառյալ եկեղեցիներ, հուշարձաններ, գերեզմանատուններ եւ խաչքարեր։ 2024-ի ապրիլի 30-ին Եվրոպայի խորհրդարանը ընդունած էր աջակցություն Հայաստանի ժողովրդավարական թիմագայունության բանացևը, ուր ընդգծված էր Արցախի հայկական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը։ Այսպիսով միջազգային մագարտակով եւս կշեշտվի այդ ժառանգության վտանգված վիճակը։ Շուշիի գանած ժամը Հովանես Մգրդիչ եկեղեցին ադրբեջանցիները բահբանվող հուշարձան նկատած են, ապա կանտած։ Մասնակիցները մեծի փաստեր ներկայացուցած են այն մասին, որ դակավին 2022 թվականին Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմէ հաստատված հուշարձաններու ցանկին մեջ արձանագրված եղած է Շուշիի գանած ժամը անժուշտ խեղաթյուրված ցևով իբրև գուսանած վանք։ Նշված էր, որ անկառուցված է 18-19-րդ դարերուն, իսկ գից պաշտոնական գայքին մեջ հրաբարակված էր 1920 թվականին առնված լուսանկարը, երբ Շուշին գրավել է եք ադրբեջանցիները բայթեթուցած էին եկեղեցվո եւ զանգակադան կմպետները։ Ուժեղ Հայաստան Տաշենքի անդամ Նարեկ Կարապետյանի գրառումը։ Հայաստանի կառավարությունը կհրաժարի անցյալին հայ ժողովուրդը համոզելով, թե խնդիրը մենք ենք, որ մեր վրա հարձակած են։ Ադրբեջանի կառավարությունը կհնարի նոր անցյալը եւ ամբողջ աշխարհը կնախապատրաստի իր հետագա պահանջներուն։ Լրագրող Արփի Սուքիասյան խումբը ուխտավորներու հետ իրականացուցած է խորհրդանշական ուխտագնացություն Մեսրոպ Մաշտոցի հանգչավայրեն Օշագանեն թեպի անոր ծննդավայրը Հացեգած։ Այս ճամփորդությունը հիմք դարձած է Ուխնի Մաշտոց փաստավավերագրական ժապավենին Արտակ Ավտալյանի բեմադրությամբ։ Ժապավենը կներկայացնեն Մաշտոցի կյանքին եւ հայոց քիրերու ստեղծման հետ կապված վայրերը՝ Հացեգածը, Ետեսյան, Սամոսադը եւ Պալուն։ Ուխտավորները Հացեգած են Օշագան Փերաձեն ծորեն հող եւ ջուր որպես հոգեվոր եւ ազգային գաբի խորհրդանիշ։
բաժանիչ։ Արփի Սուքիասյանի խոսքով ուղևորությունը դժվար էր, սակայն նպատակն էր պահպանել եւ փոխանցել Մաշտոցի ժառանգությունը։ Նախագիծով նաեւ նախատեսված է թարգմանչած տոնին ամեն տարի թխել 36 լավաշ հայոց այբուբենի 36 տարերուն խորհրդով։ Ցուցադրութենեն յետ քանդիսադեսը արտասանած է այբուբենը, իսկ Սուքիասյան ընդգծած է Մաշտոցի ժառանգության ավելի ամուր արժևորումը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։